Մեկ օր Թեհրանում եւ թվում է կհասկանաս Իրանը։ Սա քաղաք է, որտեղ հակասությունները, հնի ու նորի միաձուլումը մի արտասովոր ներդաշնակություն են ստեղծում։ Մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշը Ազադի հրապարակը, Ազադի աշտարակը, որը երկրի նորագույն պատմության կարևոր իրադարձությունների ականատեսն է։ Շահական Իրանից մինչև Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս հրաշալիքի ճարտարապետը Հոսեյն Ամարատն է, որը նախագծել է սա ընդամենը 24 տարեկանում հաղթելով ազգային մրցույթում։ Ազադի պարսկերենից թարգմանությամբ նշանակում է ազատություն։ Եթե Ազադի աշտարակը հին Թեհրանի դարպասն է, ապա Միլադի աշտարակը նոր տեխնոլոգիական ապագային նայող Թեհրանի խորհրդանիշն է։ Աշխարհի մարդկանց արմատներն Իրանից, արևելքից են։ Մենք կանխատեսում ենք, որ համաշխարհային գիտության, քաղաքակրթության, տեխնոլոգիաների հզոր կենտրոնը մոտ ապագայում այստեղ է լինելու։ Օրինակ, մեխանիկական գիտության եւ ռոբոտաշինության հայրը եղել է իրանցի Էբնե Հեյսամը, հասարակական, քաղաքական, տնտեսական գիտությունների հայրը Էբնե Խալդուն։ Աշխարհում ժամանակակից բժշկագիտության հայրը իրանցի Աբու Ալի Սինան է։ Խարազմիի բանաձևերի հիման վրա են ձևավորվել ժամանակակից ալգորիթմները։ Կարծում ենք, եթե այս գիտությունների ակունքներն իրանցիներից են գալիս, ապա դրանց հարատևումն ու պահպանումն էլ իրանցիների ձեռքում է։ Մաթեմատիկոսների Նոբելյան մրցանակը համարվող Ֆիլդսյան մրցանակի առաջին կին դափնեկիրը իրանուհի Մարիամ Միրզախանին է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի տվյալով Իրանը ամեն տարի ավելի շատ ինժեներ է պատրաստում, քան Ֆրանսիան եւ Գերմանիան միասին, եւ գրեթե այնքան, որքան Միացյալ Նահանգները։ 435 մետրանոց այս կառույցը Իրանի ամենաբարձր աշտարակն է, Մերձավոր Արևելքի հեռահաղորդակցության ամենաբարձր աշտարակը։ Միլադը նաև զբոսաշրջիկների սիրելի վայրն է։ Այստեղ բազմաթիվ ցուցասրահներ, զվարճանքի վայրեր, սրճարաններ կան ու պտտվող ռեստորան։ Ազադի եւ Միլադի աշտարակների միջև ժամանակակից Թեհրանն է, որտեղից անցյալը չի հեռանում, որտեղ ապագան իրեն զգալ է տալիս։ Իրանը վերջին 10 տարում շատ է զարգացել։ Իրանն ամբողջ աշխարհում մշակույթի, ճարտարապետության, ստեղծարարության խորհրդանիշն է։ Թեհրանը շատ գրավիչ է։ Դուք պետք է տեսնեք Թեհրանի բազարը։ Կարող եմ ձեզ ուղեկցել։ Եթե ուզում եք ճանաչել Թեհրանը, զգալ նրա շունչը, պետք է անպայման այցելեք Թեհրանի շուկաներ։ Հիմա մենք Թաջրիշի շուկայում ենք, որտեղ միախառնվում են համեմունքների բույրերը, ոսկերչական խանութների փայլը, վաճառականների ձայները եւ դարերի պատմությունը։ Իրանցի վաճառականները կարողանում են համոզել, որ ամենահամով ու ամենասիրուն ապրանքը հենց իրենցն է։ Գնորդները համոզվում են, բայց միայն երկար սակարկելուց հետո։ Սակարկել կարելի է նաև ամենաժամանակակից խանութներում։ Թանջրիշի շուկայից ավտոմեքենայով մոտ կես ժամ է հեռու Իրան մոլը։ Սա պարզապես առևտրի կենտրոն չէ, աշխարհի ամենամեծ առևտրային եւ բազմաֆունկցիոնալ համալիրներից մեկն է, որտեղ առևտուրը միահյուսված է ճարտարապետության, ժամանցի, նույնիսկ կրթության հետ։ Իրանական բրենդների կողքին պարսկական ավանդական շուկայի ոճով կառուցված սրահներ են, մի քանի քայլ այն կողմ ահռելի գրադարան, պատկերասրահներ, այգիներ, երգող շատրվաններ ու սպորտային համալիրներ։ Հենց այստեղ են կոտրվում Իրանի մասին կարծրատիպերը։ Ժամանակակիցն ու ավանդականը ոչ թե բախվում են իրար, այլ լրացնում, ամբողջացնում։ سلام خیلی خوش اومدین به گالری ما. Բարով եք եկել մեր ցուցասրահ։ Այստեղ իրանցի հայտնի կանանց ձեռքի աշխատանքներն են ներկայացված։ Այս գործերի մոտ 90%-ը պատրաստված է տանը։ خانم‌ها توی خونه تو اوقات فراغتش Մենք նաև այլ տեղերից ներկրված ապրանք ունենք։ Շատ զբոսաշրջիկներ ասում են, որ մեզ մոտ կարելի է ապարանջան գնել 1 միլիոն թումանով։ Այնինչ իրենց երկրում դա 10 միլիոն արժե։ خیلی. Այո, ճիշտ լսեցիք, միլիոն։ Իրանում շատ հեշտ է միլիոնատեր դառնալ։ Բավական է փոխանակել արտարժույթը եւ դրամապանակում արդեն միլիոններ կունենաք։ Թվերը մեծ են, մարդկանց գնողունակությունը փոքր։ Ազգային արժույթի ռեալի շարունակական արժեզրկումը, բարձր գնաճն ու միջազգային տնտեսական ճնշումները զգալիորեն թանկացրել են կյանքը Իրանում։ Այս երկրում միլիոնները ոչ թե հարստության վկայություն են, այլ արևմտյան աշխարհի կոշտ վերաբերմունքի պատճառով առաջացած տնտեսական դառը իրականություն։ Մի առանձին պատմություն են Թեհրանի կամուրջները։ Դրանք պարզապես բետոնե ու մետաղական կոնստրուկցիաներ չեն։
Կամուրջները կապում են ոչ միայն տարբեր թաղամասեր, միլիոնավոր մարդկանց, այլև մշակույթներ ու ժամանակներ։ Խելացին կամուրջներ է կառուցում հիմարը պատեր։ Հին պարսկական ասացվածքն են սիրում կրկնել իրանցիները։ Պարսկերենից թարգմանաբար բնություն է նշանակում հայտնի Թաբիատ կամուրջը, որտեղից ցերեկը երևում են Ալբորզի լեռները։ Թաբիատի հարևանությամբ այս փոքրիկ անտառը հիշեցնում է տեխնոլոգիական դարի խելահեղ ռիթմով ապրող քաղաքում անգամ ժամադրավայր պետք է ունենան մարդն ու բնությունը։ Գալ Թեհրան եւ չլինել գրքերի այգում նշանակում է խորությամբ չզգալ քաղաքը։ Գրքերի այգում գրականության մեծ մասը մանկական է։ Իրանում երեխաներին այստեղ են բերում վաղ տարիքից։ Ընթերցանության մշակույթ, մտածողություն, երևակայություն են ձևավորում Իրանի պատմության միջոցով։ Իրանում մի առանձին մշակույթ է հացը։ Սանգյակը թխվում է տաք քարերի վրա, ինչպես մեր լավաշը թոնրում։ Ինձ թույլատրել են սանգյակ բացել, այսքան սիրուն չէ, բայց ստացվել է։ Հետո տաք սանգյակը ահա այս ցանցի վրա կտրտում են, որ տուն տանելու համար հարմար լինի։ Օրական ավելի քան 1000 հաց է թխում 16 տարեկան Աբդուլ Վասեն։ Աշխատանքը ծանր է, բայց իր սրտով է։ Վասեն ասում է, ինքը լավ գործ է անում։ Վերջին շրջանում Իրանում հացն էլ է թանկացել։ Մեկ սանգյակը 35000 թուման է, մոտ 2000 դրամ։ Օրական 5 ձրի հաց ենք տալիս կարիքավորներին, երեխաներին, կանանց, ծերերին։ Մենք նախապես գրում ենք կանոնները, գալիս են տանում։ Տնտեսական պատժամիջոցները դժվարացրել են մեր կյանքը, բայց դիմանում ենք, ապրում ենք։ Մարդկանց հոգսը մի քիչ թեթևացնելու համար պետությունն անվճար է դարձրել հանրային տրանսպորտը, նաև մետրոն։ Եթե առաջին անգամ եք Թեհրանում, պատրաստ եղեք լուրջ փորձության։ Փողոցն անցնելը այստեղ գրեթե հերոսություն է։ Հետիոտնային անցումներ կան, բայց երբեմն թվում է դրանք խիստ խորհրդանշական են։ Առաջին օրերին մեքենաների անվերջ հոսքին նայելիս մտածում ես, թե այս ճանապարհը երբեք չես անցնի։ Մի քանի օր անց արդեն ինքդ ես նույն վստահությամբ քայլում առաջ։ Թեհրանը սովորեցնում է իր կանոնները։ Կանոններ շատ կան Իրանում, բայց դրանք նույնպես փոխվում են։ Թեհրանի փողոցներում առանց գլխաշորի շատ կանանց կարող եք տեսնել այսօր։ Իրանը փոխվում է, պահպանելով ավանդույթները, երբեմն աննկատ, երբեմն տեսանելի, ասում են այս իրանուհիները։ Դա համոզմունքի հարց է։ Դա յուրաքանչյուրի սեփական որոշումն է։ Ես երեխա ժամանակից գրել եմ, խնդիր չեմ տեսնում։ Այո, քաղաքական դժվարություններ կան, բայց մարդիկ ազատ են, այնքան ինչքան պետք է։ Անշուշտ դժվար է, երբ պատերազմ է, սակայն կյանքը շարունակվում է։ Մենք պետք է ապրենք թեթև, շատ չբարդացնենք մեր կյանքը։ Մենք դուրս ենք գալիս, գնում ենք սրճարաններ։ Պատերազմը ինքնին ճնշում է եւ մենք փորձում ենք այսպես հաղթահարել բոլոր դժվարությունները։ Մեր մարդիկ շատ բարի են։ Ինչ դժվարություններ լինում են, մենք դիմանում ենք։ Պիտի աշխարհը տեսնի, պատժամիջոցների տակ ապրելն ինչ դժվար է։ Երեկոյան Թեհրանը բոլորովին ուրիշ քաղաք է։ Այգիներում ծիծաղ է, երաժշտություն, խաղեր։ Ֆուտբոլի Իրանի հավաքականի խաղին հետևում են ժամանակակից սրճարաններում ու պարզապես ծառի տակ պարկած։ Մենք գտնվում ենք Թեհրանի պատմական մեծ անցյալով ժամանակակից թաղամասերից մեկում Չիտգարում։ Ինչու Չիտգար, որովհետև ժամանակին այստեղ արհեստագործների փոքրիկ գյուղ է եղել Չիտգար անունով եւ այդ գյուղի արհեստավորները մշակում էին ատլաս։ Շրջանը հարմար էր այն պատճառով, որ հենց այստեղից են մտնում քամիները Թեհրան եւ հենց այդ քամիներն էին չորացնում արհեստագործների ներկած կտորները։ Ժամանակներն անցել են, Չիտգարը վերածվել է ժամանակակից թաղամասի եւ հայտնի է իր արհեստական լճով, անտառ պարկով, զվարճանքի վայրերով ու ինչ խոսք նկատելի է նաեւ արհեստավորի ձեռքը։ Այստեղ ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է կառուցված ու շատ սիրուն է։ Բայց եթե հարցնեք, թե ինչն է ամենատպավորիչը այս քաղաքում, չեմ ասի երկնաքերները կամ պատմական հուշարձանները։ Ես կհիշեմ մարդկանց։ Մամնուն։ Նրանց, ովքեր համբերատար լսեցին ինձ, առանց երկար մտածելու հրավիրեցին իրենց սեղանի մոտ, կիսեցին իրենց հացը, հետաքրքրվեցին, թե որտեղից եմ եկել ու ժպտացին հին բարեկամի ջերմությամբ։ Իրանցիները շատ են ժպտում, հատկապես հայերին։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Սաթենիկ Թարվերդյան, Հայլուր։